Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լինելու է չափազանց ծանր, լարված և աննախադեպ իր տեսակի մեջ։ Այսօր մենք չենք քննարկելու պարզապես եթեր հեռարձակված սերիաները, այլ բացելու ենք փակագծեր, որոնք հիմնված են բացառիկ, դեռևս եթեր չգնացած և կադրից դուրս արված նկարահանումների վրա։ Այն, ինչ մենք տեսանք այդ արտահոսած կադրերում, պարզապես գլխի վայր է շրջելու սերիալի ողջ ընթացքը և ստիպելու է մեզ բոլորիս էկրաններին կամված սրտատրոփ սպասել հաջորդ զարգացումներին։ Առաջին և ամենացնցող տեսարանը, որը հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում, տեղի է ունենում հիվանդանոցի սառը և ճնշող միջանցքներում։ Մենք հստակ տեսնում ենք Իննային և Լեային, ովքեր պարզապես տեղները չեն գտնում անհանգստությունից։ Նրանց դեմքերին նկարված է անասելի սարսափ և խուճապ։ Նրանք անընդհատ հետ ու առաջ են քայլում, սպասելով բժիշկների որևէ արձագանքին։ Նրանց կողքին է նաև Մանանը, ահավոր վախեցած և շփոթված հոգեվիճակում։ Սակայն այս խմբում կա մեկ ճակատագրական և խոսուն բացակայություն։ Այդ ամբողջ կադրերում Գրիշոն չկա։ Ելնելով այս իրավիճակից և կերպարների դասավորվածությունից, մեր վերլուծությունը տանում է միանշանակ և շատ ցավալի եզրահանգման։ Հիվանդանոցում պառկածը, ում կյանքի համար այս պահին պայքարում են բժիշկները, հենց Գրիշոն է։ Ինչ կարող էր պատահել նրա հետ։ Արդյոք սա հերթական դժբախտ պատահար է, թե Գրիշոն դարձել է նպատակաուղղված մահափորձի զոհ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները, կասկածյալների շրջանակը բավականին լայն է։ Միգուցե սա Մաշի հիվանդագին և վրեժխնդիր խաղերի հերթական, բայց արդեն մահացու հետևանքն է, կամ գուցե հունանի թշնամիներն են որոշել հարվածել նրա ամենաթույլ կետին՝ որդուն։ Չի բացառվում նաև, որ Գրիշոն ինչ-որ լուրջ բախման մեջ է մտել Արամի կամ անգամ անձամբ իր հոր հետ։ Անկախ պատճառից, փաստն այն է, որ մակունցների ընտանիքը կանգնած է նոր, սարսափելի ողբերգության շեմին, և Իննայի արցունքներն ու Լեայի խուճապը վկայում են այն մասին, որ Գրիշոյի վիճակը իսկապես ծանր է։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Մեր ձեռքի տակ հայտնված երկրորդ բացառիկ կադրը անհամեմատ ավելի ցավոտ է ու սրտաճմլի, քան կարելի էր պատկերացնել։ Այդ կադրերում մենք արդեն տեսնում ենք Մանանին հիվանդանոցային մահճակալին պառկած։ Նա ոչ թե պարզապես լացում է, այլ ողբում է ահավոր, անմարդկային ցավից կծկված։ Նրա հիստերիկ արցունքներն ու դեմքի տառապանքը մեզ հիմք են տալիս անելու սերիալի ամենածանր կանխատեսումը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Մանանը, չդիմանալով վերջին շրջանի հոգեբանական անվերջանալի ճնշումներին, Մաշի ստոր ինտրիգներին և իհարկե Գրիշոյի հետ պատահած այս նոր ողբերգությանը, հավանաբար կորցրել է իր դեռ չծնված երեխային։ Սա իսկական փլուզում է բոլորի համար։ Պատկերացրեք Դավիթ պապիկի վիճակը, ով արդեն մեծ ոգևորությամբ ու սիրով երեխայի համար զույգ հագուստներ էր կարել, սպասելով սեռը պարզելու արարողությանը և օրերն էր հաշվում իր ծոռնիկի լույս աշխարհ գալուն։ Իսկ Լեոն ու Դավիթը, ովքեր առանց այն էլ պատրաստ էին ոչնչացնել Գրիշոյին իրենց քրոջ ցանկացած արցունքի համար, այժմ պարզապես կվերածվեն վրեժխնդիր գայլերի։ Այս կորուստը վերջնականապես կկոտրի Սարգսյանների ընտանիքին, իսկ Մանանն ու Գրիշոն կհայտնվեն այնպիսի խորը հոգեբանական անդունդում, որտեղից դուրս գալը գրեթե անհնար կլինի։ Մանանը հաստատ իրեն մեղավոր կզգա, բայց միևնույն ժամանակ կսկսի ավելի շատ ատել Գրիշոյին, համարելով, որ հենց նրա սխալների պատճառով ինքը ենթարկվեց այս սթրեսին ու կորցրեց իր կյանքի միակ իմաստը։ Իսկ Գրիշոն պարզապես չի կարողանա ապրել այս մեղքի զգացումով։ Այս ցնցող արտահոսքերը մեզ հուշում են, որ սերիալի ստեղծագործական թիմը որոշել է մեր նյարդերի հետ խաղալ ամենաբարձր մակարդակով, և առջևում մեզ սպասվում են այնպիսի էմոցիոնալ և լարված սերիաներ, որոնք երկար ժամանակ անտարբեր չեն թողնի ոչ մեկիս։ Իսկ դուք ինչ եք մտածում այս բացառիկ կադրերի մասին։ Ձեր կարծիքով ինչ է իրականում պատահել Գրիշոյի հետ։ Ով է կանգնած այդ դժբախտության հետևում և արդյոք Մանանի ու Գրիշոյի հարաբերությունները վերջնականապես կավարտվեն այս ցավալի կորստից հետո։
Անպայման գրեք ձեր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում, մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթեժ ու սպասված բացահայտումների մասին։ Շնորհակալություն դիտելու համար և կհանդիպենք շուտով։